Եվրասիական տնտեսական միության կայացումն այլևս Հայաստանից կախված չէ։ Ռուսաստանից, Ղազախստանից և Բելարուսից առաջ ընկնելով մեր խորհրդարանն իր գործն արեց։ Վլադիմիր Պուտինի մտահաղացման ջրաղացին իր բաժին ջուրը լցրեց։ Հանրապետականների հավաստիացումները, թե Եվրասիական միությունը մեզ համար նոր տնտեսական հորիզոններ կբացի, 170 միլիոնանոց շուկայի, ազատ տեղաշարժի, էժան զենքի և էներգակիրների ձեռքբերման շնորհիվ ընդդիմախոսներին չհամոզեցին։ Նրանք ասացին, անդամակցությունը Հայաստանի զարգացումը հետ կշպրտի, ազատությունները կսահմանափակի։ ԵՏՄ գնալու քայլը գնահատողներն ու քննադատողները խորհրդարանի որոշումից հետո էլ չեն հանգստանում։ Ազգային ժողովի երեկվա քվեարկության արդյունքները քննարկում են։ Եվրասիական տնտեսական միության հարցով խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով պատմական ամոթ էր։ Նա վստահ է, որ քվեարկության արդյունքը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, բայց այսպես եղավ, քանի որ ըստ նրա խորհրդարանը ընտրվել է կեղծ ընտրությունների արդյունքում։ Ցավոք սրտի մեր ժողովրդի ճակատագիրը տնօրինում են վախկոտները, որ ներկայանում են որպես զգուշավոր տգետները, ներառել նաև գժերը, որ իրենց իմաստուն համարելով տարրական պատկերացում ունեն իրավիճակից եւ իհարկե ծախվածները։ Gallup International ընկերության սեպտեմբերին հրապարակած հարցումների համաձայն նախորդ ավելի քան 1 տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն նվազել է Եվրասիական միության կողմնակիցների թիվը։ Եթե 2013-ի ապրիլին Հայաստանում հարցվածների 67%-ն էր կողմ Ռուսաստանի նախաձեռնած դաշինքին, ապա այս օգոստոսին կողմնակիցների թիվը 10%-ով նվազել է։ Եվ չնայած այս թվերին, քվեարկության արդյունքները խորհրդային տարիների այլախոհ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար անակնկալ չէին։ Նրան միայն ապշեցրել էին քվեարկությանը հաջորդած ծափահարություններն ու падգամավորների ոգևորությունը։ Թվում էր, թե այդ մարդիկ հանգիստ պետք է քվեարկեին եւ գնային իրենց առօրյա հոգսերին, որովհետեւ նրանց առօրյա հոգսերը ընտրություն քվեարկությունները չեն եւ օրենսդրական գործունեությունը չի։ Այդ ծափահարությունները դրա բան էր, ցուցադրում էր իրենց ստրկամտության, կարճամտության։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանրապետական խմբակցության падգամավորները պատճառաբանել էին. մենք չենք կարող ապրել առանց Ռուսաստանի եւ մեջբերում եմ, եթե պետք է մնալ ինչ-որ մեկի տիրապետության տակ, ապա ավելի լավ է մնալ Ռուսաստանի լծի տակ։ Վարդան Հարությունյանի կարծիքով այս արտահայտությունները եւ ծափերը սերունդները հիշելու են եւ իրենց պատասխանը կտան դրանց հեղինակներին։ Դարերով բերել ենք Հայաստանի անկախության դրոշը, հասցրել ենք 20-րդ դարի 90-ական թվականներ եւ հիմա թվում է թե դրոշը պետք է փոխանցվեր այս մարդկանց ձեռքով մեր սենունդներին, բայց այս մարդիկ խոսում են ինչ որ կամայական լծի տակ մտնելուց եւ հենց այս ժողովուրդը 90-ական թվականների սկզբին հանրաքվեով ասել է իր այոն, իր հստակ կողմնորոշված այոն ասել է անկախությանը եւ այսօր ինչ էլ որ ուզենան անել ժամանակավոր եւ ժամանակավրեք քաղաքական գործիչները այդ այոն է մնալու պատմության մեջ։ Պարույր Հայրիկյանը հանրապետականների փաստարկներից ապշել է։ Նա վստահ է, որ արժանապատվություն ունեցող մարդը նման բան չէր ասի։ Գոնե կարող էին պատճառաբանել, որ կուսակցության ղեկավարությունը որոշել է կողմ լինել, իսկ մենք էլ քվեարկում ենք, ասում է Հայրիկյանը։ Նրանք բոլշևիկյան իրենց դաստիարակությունից միայն պահպանել են, որ մենք պիտի ինչ-որ մեկի ճորտը լինենք։ Դա այն է, ինչ մեր թշնամիները միշտ կամեցել են։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով էլ նման կերպ մտածող մարդկանց հետաքրքրում է միայն սեփական բիզնեսը, իսկ երկրի ճակատագիրը տնօրինելու հարցը պարզապես որոշել են փոխանցել Ռուսաստանին։ Նավասարդյանի համար ցավալի է, որ այսօր նման մարդիկ են որոշում Հայաստանի ապագան։ Դա ընդհանուր խնդիր է ցավոք մեր կառավարման ամբողջ համակարգի, որ այնտեղ իշխող դիրքերում են հայտնվել մարդիկ, որոնք պետական պատասխանատվություն իրենց վրա չեն ուզում վերցնել։ Իսկ ինչ է լինելու այս միությանը անդամակցելուց հետո։ Զրուցակիցներս վստահ են, որ Եվրասիական միությունը ժամանակավոր կառույց է եւ ապագա չունի։